Ուլինգի պոետիկան որն է, ամենակարևորը, որ ինքը գործընթաց է եւ ոչ թե մեկ դեպք։ Ինչ երևույթ է սա եւ արդյոք այն տարածում ունի Հայաստանի դպրոցներում։ Շարք է գործողությունների, որը ֆիզիկական կարող է լինել, վերբալ կարող է լինել, հոգեբանական կարող է լինել։ Կիբերբուլինգը ինչով է տարբերվում բուլինգից բակերում, դպրոցում, ընտանիքում։ Առցանց միջավայրում ամենամեծ առանձնահատկությունը դա տարածման վտանգն է։ Շատ կարևոր է, որ համակարգը դառնա զգայուն, ճանաչի անվանի խնդիր։ Արդյոք իրենք ինքնուրույն պետք է փորձեն պայքարել դրա դեմ։ Երեխան կարող է ճանաչել, բայց ուժ չունենալ արձագանքելու։ Բուլինգ երևույթը փաստացի իր հետևանքները հավանաբար ունենում է նաև ավելի ավագ տարիքում։ Հետևանքները կարող են շատ վատ լինել, ընդհանուր մինչև եւ ինքնավնասման մտքերից եւ պրակտիկաներից, մինչև նաեւ ագրեսիա։ Ողջույն, դուք դիտում եք Ամփոփ զրույց ոդքասթը։ Այս հաղորդմանը մենք փորձելու ենք հասկանալ, թե ինչ երևույթ է բուլինգը եւ ինչպիսի տարածում ունի հանրակրթական հաստատություններում, այսինքն դպրոցներում, եւ պետությունը արդյոք որոշակի գործընթացներ իրականացնում է այս երևույթը հնարավորինս նվազեցնելու մեր դպրոցներում։ Այս թեմայի շուրջ այսօր զրուցելու ենք երկու փորձագետների հետ, ովքեր քաջատեղյակ են այս խնդրից, Անի Կոջոյանը եւ Ալեքսանդր Մարտիրոսյանը։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Առաջին հարցս հենց ճիշտ կլինի սկսենք բուլինգի սահմանումից։ Ինչ երևույթ է սա եւ արդյոք այն տարածում ունի Հայաստանի դպրոցներում եւ արդյոք դա գրանցվում է որևէ տեղ, ունենք վիճակագրություն այս մասով թե չէ։ Խնդրեմ։ Շատ լավ, իրականում կարծում շատ լավ է, եթե սկսենք հենց սահմանումից, որովհետև ցանկացած խնդիր, որ ուզում ենք հասկանալ, մեկ պետք է անունը տանք եւ երկրորդ հասկանանք ինչի հետ գործ ունենք։ Գրականության մեջ ասում են կամ անատոմիա կամ պոետիկա։ Ուլինգի պոետիկան որն է, ամենակարևորը, որ ինքը գործընթաց է եւ ոչ թե մեկ դեպք։ Եվ այդ գործընթացը կրկնվող է, պարբերաբար տեղի ունեցող է։ Մեծահասակների դեպքում կարող ենք ասել, եւ որ արդեն կա գիտակցության շատ հստակ, այսպես ասենք, մակարդակ եւ քննադատական մտածողության որոշակի զարգացվածություն, հստակորեն դա նաեւ միտումնավոր է։ Փոքրերի դեպքում կարող է միտումնավոր չասենք, բայց ճանաչելի, իրենք գիտեն ինչ են անում։ Ճանաչելի կամ միտումնավոր մի անձի կամ խմբի կողմից մյուս անձին կամ խմբին ուղղված գործողությունների շարք, որը կարող է լինել գրել վերբալ բնույթ, դա կարող է լինել բառ արտահայտություն, որը միտված է ինչու՞ չէ, ասենք տառապանք պատճառելուն եւ սոցիալական վերահսկողություն հաստատելուն կամ իզոլացնելուն մարդուն, կարող է ֆիզիկական դրսևորում ունենալ, օրինակ մեր նախագծերից մեկը օրենսդրական, որը թերևս վերջնական ընդունված չէ, նախագծի մակարդակում է, այնտեղ հստակ տալիս է բուլինգի սահմանումը, որ կարող է լինել նաև հոգեբանական կամ ֆիզիկական բռնության գործադրմամբ, այսինքն ինքը հավասարեցված է բռնության եւ փաստացի։ Դա կրկնվող ուրեմն ստացվում է շարք է գործողությունների, որը ֆիզիկական կարող է լինել, վերբալ կարող է լինել, հոգեբանական կարող է լինել, որը միտված է դիմացինին սոցիալական, այսպես ասենք, վերահսկողություն հաստատելուն։ Այսինքն դա մեկ անձի կողմից, թե կարող է լինել նաև խմբի կողմից։ Ավելի, փոքր տարիքում սովորաբար դա լինում է, տեսեք, դուք նշեցիք, սա եթե պարզագույն սահմանումը փորձենք տալ, որովհետև տարբեր գրականություններ, տարբեր բառ կարող ենք ասել, բայց այն ինչ որ ես փորձեցի ներկայացնել, դա անվիճելի բազային տրիվիալ հասկացությունն է շրջանակը։ Դուք ասացիք դպրոցներում նաև խոսենք տարածվածության մասին, արեք իջնենք ավելի ներքև, ես կառաջարկեմ մանկապարտեզներ։ Շատ հետաքրքիր է կարող է թվում եւ գուցե հաստատ այն տարիքում, երբ որ երեխան 3-4-5 սկսում է աշխարհը ճանաչել, դիրքավորվել աշխարհում, հարաբերություններ ստեղծել, այդ հաճախ այդ դիրքավորվածության մեջ երբեմն կարող է ճանաչելիորեն, գուցե սկզբում չի ճանաչում, բայց հետո սկսում է իրան դուր գալ կամ հասկանալ, որ եթե ես սա անում եմ, ուրեմն այս անձը ինձ փոքրիկ են մյուս իր հասակակից, իրան ենթարկվում է, իրանից վախենում է եւ կարող է ինչ որ մի բան, սա եմ ասում, որ ինքը չի գիտակցում, բայց ճանաչում է արդեն, որտեղ պարբերաբար սկսում է անել, մյուս երեխան հայտնում է թիրախում։ Նրա հետ կարող են մի քանիսը եւս երեխաներից ոչ գիտակցաբար, բայց էլի այսինքն քայլ առ քայլ միանալ։ Ավելի մեծ տարիքում դա սկսվում է մեկ հոգուց սովորաբար, բայց երկու բան կարող է տեղ ունենալ, դա կարող է հետո վերածվել խմբային, այսպես ասենք, մեկ անձի կողմից կամ մի քանիսի կողմից մեկի նկատմամբ,
կամ կարող է մեկի չէ մի քանիսի կրկին նկատմամբ, այսինքն խաչաձև կարող է լինել։ Եվ մեկ էլ կողքից շատ կուզենայի նշել այդ մենք ասում ենք լուր ականատեսի ինստիտուտը։ Ինքը թվում է չի միացել, տեսել է, բայց չի հիշում, լավ չի մտաբերում այդ դրվագները, չի արձագանքում համապատասխան ձևով այն երեխայի նկատմամբ, որի հանդեպ տեղի ունենում այդ բուլինգը։ Ահա, ես ճիշտ հասկացա, խոսքը գնում է նույն տարիքային խմբի կամ հասակակիցների միջև բուլինգի երևույթի, թե կարող է լինել դաստիարակը, ուսուցիչը, կարող է լինել դայակը, դաստիարակը, ուսուցիչը, ծնողը, այո, ցանկացած մեկը, այստեղ շատ հետաքրքիր է, որ մենք նաև այդ կարծրատիպերի հետևից չընկնենք, որովհետև երբ որ մանկապարտեզի մասով խոսում ես, ասում են դե լավ մանկապարտեզում իհարկե սկսվում է այդտեղից եւ ավելի հեշտ է ճանաչելը, ինչու՞։ Որտեւ երեխաները այդ տարիքում չունեն սահման, 3-ից 5 տարեկան իրանք ինչ կատարվում է ասում են։ Եվ այն միֆը, որ ասում են երևի չափազանցնում է կամ հնարում է, այդ հնարել պատկերացում 5-6-ում է սկսում ակտիվանալ։ Լավ կլինի, որ ծնողները հետևողականորեն իրոք լսեն իրենց երեխաներին եւ իրենք ճանաչեն։ Երեխան կարող է չճանաչել, բայց այն տագնապը, որ երեխան ամեն օր ապրում է պայմանական, ասենք, հարցնելով X այսօր գալու է մանկապարտեզ, էլի է, չեմ ուզում գնամ, հորիքն է սկսում ցավել, գլուխն է բռնում, լաց է լինում, հետո իրապես իմունային համակարգը ընկնում է երեխայի, սա, այսպես ասենք, այս տարիքում։ Դա կարող է լինել անգամ, ինչպես օրինակ Ալեքսը կողքից, հա, հուշեց, նշեց ծնողի կողմից, կարող է լինել դայակ դասիրակ, արդեն դպրոցում նույն ուսուցիչները երեխաների նկատմամբ, երեխաները միմյանց, սովորողները միմյանց։ Նաև երեխաների միջոցով ծնողները կարող են մեկ ուրիշ երեխայի նկատմամբ որոշակի տրամադրություններ ստեղծել։ Կարող են դա լինել, կարող է լինել օրինակ մենք դա տարբեր սահմանումներ բուլինգի կարող են հենց իրենց ծնողների կողմից էլ կարող են ենթարկվել։ Ծնողների կողմից իրենց երեխաները բուլինգի են։ Այո, եթե մենք ունենք դեպքեր եւ գրանցված եւ չգրանցված դեպքեր նույն ընտանեկան բռնության, որը շատ հստակ սահմանումներով ենք տալի եւ օրենքով կարգավորվող է, բայց եթե բուլինգը հարակից, իրենք նույն իմաստաբանական դաշտում են փաստացի գտնվում, որը բռնության ինչ որ դրսևորումներ են։ Մեկը մի փոքր ուղղություն է ստանում, մյուսը ուղղությունն է ստանում, հա, բայց իհարկե իմաստաբանական դաշտում մենք ունենք կատարյալ այդպես կլասիկ բռնության տարբեր դրվագների հետ եւ հա կարող է ծնողների կողմից էլ լինել։ Մենակ մեծահասակների դեպքում անգամ մենք կարող ենք խոսել, բոլորս է խոսում ենք աշխատավորում անգամ բուլինգի մասին, հա, աշխատակիցը, մյուս աշխատակցի ղեկավարությունը այնտեղ միայն թերևս նուրբ պահ կա, միջազգային գոնե պրակտիկան այդպեսին է, որ ֆիզիկական բռնության շեմը չեն ասում, որտեղ հենց անցնեն արդեն օրենքի հետ կարող են գործ ունենալ։ Մյուս դեպքերը մի քիչ ավելի պակաս, այսպես ասենք, սահմանելի են, աբստրակտ են, հա։ Երեխաները ինչպես կարողանան հասկանալ, որ բուլինգի հետ գործ ունեն, ոչ թե մեկօրյա ինչ որ վեճի հետ են գործ ունենում, այլ թիրախավորված շարունակական բնույթ է կրում եւ արդյոք իրենք ինքնուրույն պետք է փորձեն պայքարել դրա դեմ, թե պետք է լինեն որոշակի մեխանիզմներ, որտեղ ներգրաված լինեն ծնողները, դպրոցը, կրթական համակարգի այլ ինստիտուտներ։ Ես մի քիչ ավելի էլի հետ գնամ հասկանալու համար, մենք գործ ունենք համակարգային կրկին խնդրի հետ կապված եւ զգայունության։ Զգայունությունը ոչ թե ուղղակի վերցնենք բառ, այլ կատեգորիա, մեթոդաբանական նույն մանկավարժության մեջ մենք ունենք զգայուն, որը նշանակում է ճանաչել խնդիրը, ընդունել, որ դա խնդիր է եւ անվանել, եւ արձագանք, որը դուք հիմա օրինակ մենք ակնկալում ենք, որ երեխան ինչպես պետք է արձագանքի եւ պաշտպանի կամ մյուսները ինչպես արձագանքեն պաշտպանեն։ Դպրոցը պետք է եւ դպրոցական համայնք, այսպես ասենք, եւ նույն մանկապարտեզի նախադպրոցական համայնքը պետք է ճանաչի նախ եւ առաջ, այլ ոչ թե փակի խնդիրը։ Դե երեխաներ են հիմա խաղում են, դե գիտեք ձերն էլ ուրիշին։ Ես մի նուրբ շրտա ասենք, երբ որ մենք լսում ենք ծնողներից այդ արտահայտությունը, իհարկե, այդ բուլինգի ենթարկված երեխան մենք չգիտենք ինչ վարքագծային դրսևորում է ունենալու։ Կարող է տագնապ ապրել, վախ ապրել, հիասթափություն ապրել, միևնույն ժամանակ գտնել մեկ այլ երեխա է, որ իր ուղեղում տեղավորվում է, որ իրանից ավելի, այսպես ասենք, թույլ է իր պատկերացմամբ, եւ ինքն է կարող է նույն գործիքը կիրառել մյուսի նկատմամբ։ Այստեղ շատ կարևոր է, որ համակարգը դառնա զգայուն, ճանաչի անվանի խնդիրը եւ ուսուցիչների, ծնողների հետ պարբերական աշխատանք, որ իրենք էլ անվանեն, որ սա խնդիր է, այլ ոչ թե դե հիմա երեխային կանցնի։
հատկապես եթե մենք բռնում ենք այդ շղթայի գիծը, որ դա շարունակական բնույթ է կրում։ Շատ ճիշտ ասացիք, այդ աղմկահարույց դեպքերը ցավոք մեր կրթական համայնք եւ համակարգ այնպիսին է, որ մեկ դեպք երբ որ լինում է, մենք արձագանքում ենք դրան եւ կանխարգելումը, իսկ ներեք մենք շատ խոսում ենք բուլինգի մասին, Ալեքսն էլ կփաստի վերջին տարիներին շատ խոսացված թեմա է, բայց շատ նաեւ լրացված փաստերի տեսանկյունից, քանի բուլինգի մասին ենք մենք փաստացի իմանում։ Իրականում նորմավորված է ավելի շատ, այսինքն դե երեխեք են կռվում կամ նաեւ են, մի հատ իմանալու դեպքում լրացված։ Հա, մի հատ էլ ածականով դիմեց, հիմա ով չի անում, բակում մենք ինչեր էինք անում 10-15 տարի առաջ, հա։ Այսինքն երբ որ նորմավորվում է, ստացվում է մեխանիկորեն այդ վիճակագրությունը նվազեցվում է, ու ստացվում է, որ հա ավելի իրադարձային անդրադարձեր են լինում։ Մենք փաստացի վիճակագրություն չունենք հենց բուլինգի հետ կապված, այսինքն մենք նախքան այս հաղորդումը մենք մի շարք նյութեր ենք հրապարակել Ամփոփ.am կայքում եւ գերատեսչություններին հարցումներով դիմում ենք եւ հասկանում ենք, որ պատասխանը գալիս է ավելի շատ բռնության, կռիվների, այլ անուններով ինչ որ խնդիրների մասին, բայց ոչ բուլինգի եւ ինչպես ես հասկացա, բուլինգ բառը առաջին անգամ նոր օրենսդրական նախաձեռնության մեջ է ներառված եւ որը որ դեռ ընթացքի մեջ է եւ դա նոր չի, դա կարծեմ արդեն 22 թվից կարծեմ։ Այո, մի քանի տարի է ինչ ուրեմն շրջանառվում է, բայց կարծես թե դեռ առաջ չի գնում։ Հա, եթե մենք ընդհատեցինք ձեր խնդրում եմ։ Շատ հետաքրքիր է ուշղթաբարա մեր խոսակցությունը գնում մեկը մյուսին առնչվող են միանշանակ։ Տեսեք, վիճակագրություն չեն կարող փաստացի ունենալ անգամ բռնության դեպքում, երբ որ բռնությունը քրական օրենսգրքով կամ ընտանեկան բռնության մասին, այսպես կարճ ասենք, տևանվանը բավականին երկար է, օրենքով սահմանված է, կա հստակ կարգ, կա շահառուները կամ բռնության ենթարկվածները, որոնց հետո մի մասը նաև շահառու են դառնում, հա։ Ունենք կարգ, ոնց են հաշվառվում մարդիկ, բայց անգամ այդ դեպքում այդ թվերը հստակ չեն։ Դրանք այն անձինք են, որոնք որոշում են, որ զանգեն մարդու իրավունքների պաշտպանի թեժգից, կանանց աջակցման կենտրոնների թեժգից, սոցիալնախարարության թեժգից 102 վերջիվերջո, բայց դրանք շատ խաբուսիկ թվեր են, որտեղ էլի մեծ մասը լրացված ձայներ են լինում։ Ուր մնաց օրենքով չհամակարգվող բռնության մեկ այլ հարակից կատեգորիայի հետ առնչվող խնդրի մասին խոսենք եւ ակնկալենք, որ կունենանք վիճակագրություն։ Ընդհանրապես ես ուզում եմ ասել, որ վիճակագրությունը Հայաստանում տվյալների հավաքագրումը, դրանց վարելը բավականին խնդրային է տարբեր ոլորտների համար։ Որ մնաց այսպես շոշափելի եւ Միքայել հետ անում ոչ շոշափելի խնդրի մասով։ Կուզեի նաեւ անդրադառնալ մյուս մասին, ինքնուրույն պետք է ճանաչեն եւ այո եւ ոչ։ Սա համակարգային խնդիր է։ Երեխան կարող է ճանաչել, բայց ուժ չունենալ արձագանքելու եւ հետեւաբար եթե համակարգային է, պետք է կողքինները նաեւ համապատասխան արձագանքեն։ Մենք մեր գործընկեր կազմակերպության հետ, որտեղ նաեւ փորձագետներ եղել են ես եւ Ալեքսը, Global to Local-ի մասին է խոսքը, արդեն մի քանի տարի հենց նաեւ այս ուղղությամբ է Global to Local աշխատում, բուլինգի վերաբերյալ ունենք ուսուցիչների համար մասնավորապես նախատեսված մոդուլային ծրագրեր, որտեղ ուսուցիչները պետք է վերապատրաստվեն եւ այլն, եւ դրա շրջանակում ունենք ինտերակտիվ կարճ ֆիլմեր, որոնք դեպ շատ խորհուրդ եմ տալիս նայելու, առնվազն, հա, ճանաչողական եւ էմոցիոնալ ֆոն կա հուզական, եւ որ մարդիկ մի պահ կանգնում են այդ 3 րոպե նայելուց հետո ասում են երևի պետք է մտածենք ինչա կատարվում, դրանք շատ կարևոր են նման դեպքերում, այսպես եւ կինոների այդ ֆիլմերից, կարճամետրաժ ֆիլմերից մեկում կա երեխաների այդ արձագանքի հնարավորությունը, 3 տարբերակ, հնարավոր տարբերակներ այսպես, եւ գրեթե միշտ ցանկալի տարբերակը, որ երեխան ինքնուրույն չլուծի այդ հարցը, այլ պետք է լինեն այդ ուղղակում համապատասխանաբար գտնվող մարդիկ, մասնավորապես ուսուցիչներն են, դա կարող է ղեկավարությունը դպրոցի եւ ոչ թե կարող, այլ պետք է, եւ ծնողական համայնքը։ Եվ երեխան չպետք է մենակ իր ուժերից վեր գտնվող մի հատ խնդրի հետ գտնվի մենակ։ Եվ շատ հաճախ այդ մենակ վիճակը, իզոլացված վիճակը որևէ լավ բանի, առողջ բանի, թե կարճաժամկետ այդ պահի դրությամբ, թե երկարաժամկետ իր համար չի տանելու։ Այստեղ կարևոր է, որ բոլոր համայնքները միասին կրթվեն եւ չխուսափենք էլի այդ խնդրի մասին առերեսվելուց ու խոսելուց, ասենք հա ունենք խնդիր։ Եվ ես գիտեք օրինագիծը նաեւ այն ժամանակ էի տեղյակ գալուց առաջ մի հատ էլ ընդհանուր նայեցի, որ ամեն դեպս հիշողությունս թարմացնեմ, բյուրեղացված բաներ միայն չհիշեմ։ Այնտեղ անդրադառնում է միայն բռնության ենթարկված երեխային,
իսկ ենթարկողի հետ կապված, տեսեք, եթե մենք գրականությունը նայենք, այդ երեխան եւս ինքն էլ ունի խնդիրներ։ Եվ կարճաժամկետ եւ երկարաժամկետ խնդիրներ ունի եւ կարող է ունենալ եւ նրան որպես անդրադարձ, որովհետեւ չմոռանանք այստեղ խոսքը, եթե դպրոցի մասին ենք խոսում, անչափահասների մասին է։ Խոսքը չի գնում չափահաս անձի, քաղաքացու, որը հանցանք է կատարել, այլ ինչ որ տենց նախաշեմային մի հատ իրավիճակում է, որ հետո եթե իր հետ չաշխատեն, հետո ինքը այլ փուլերում կարող է հայտնվել ավելի ուշ փուլերում կյանքի։ Այս կարևոր է, որ օրինագծում նաև այս երեխաների մասով էլ անդրադարձնել, բայց օրինագծում ես այդ կետը նաև չտեսա։ Եվ մեխանիզմները, որոնք կան, տեսեք, օրինակ մանկապարտեզներում վերջապես ամիսներ առաջ, կարծեմ հունվար-փետրվարին սույն թվականի, կարծեմ հերթական դեպքից հետո վերջնական որոշումը գնաց եւ մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրել են։ Բայց գիտեք, երբ որ եւ սա շատ հստակ եմ ասում, այսինքն ոչ թե ենթադրությունների վրա, այլ փաստացի դեպքերի, երբ որ դեպքը լինում է, X դեպք է կատարվել, ծնողը դիմում է մանկապարտեզ, որպեսզի տեսախցիկով տեսնի ինչ է X իրավիճակում տեղ ունեցել, նա չունի հասանելիություն։ Տնօրինությունը չի կարող տալ, հաջորդ փուլը որն է, քաղաքապետարանը չի կարող տալ, դիմեք իրավապահ մարմին։ Իրավապահ մարմինն էլ բարձվում է բազմաշերտ են։ Բարձվում է ոստիկանությունը գործառույթ չունի, այդ գործառույթը տվել է քննչական մարմնին։ Քանի որ արդեն մենք սկսեցինք շոշափել տեխնոլոգիաների այստեղ դերը, նաև բուլինգի երևույթի հետ կապված, ես հարց ունեմ նաև Ալեքսին, իհարկե շատ կարևոր է, որովհետև դուք նաև մեդիայի եւ հաղորդակցության մասով բավական մեծ փորձ ունեք եւ այստեղ բուլինգ երևույթը նաեւ թվային դարաշրջանում կարծես թե լրացուցիչ տրանսֆորմացիայի ենթարկվեց եւ փաստորեն մենք այսօր ունենք նոր մարտահրավերներ, կիբերբուլինգի մասին է խոսքը, այլ խնդրեմ դուք նշեք, թե կիբերբուլինգը ինչով է տարբերվում բուլինգից բակերում, դպրոցում, ընտանիքում, ինչ նոր տարածքներ է այն գրավում եւ ինչ նոր ռիսկեր կան երեխաների համար։ Այն ինչը որ Անին նկարագրեց, լրիվ նույնն է, առանձնահատկությունները դրսևորումների մեջ են ավելի շատ տեսանելի, որովհետև եթե բուլինգը տեղի ունենում դպրոցում կամ բակում եւ սահմանափակվում է տարածքով, առցանց միջավայրում ամենամեծ առանձնահատկությունը դա տարածման վտանգն է, որովհետև մարդը, որը ենթարկվում է բուլինգի, միշտ կանխակալ վախի զգացողություն ունի, որ կարող է սա տարածեն։ Կարող է իմ ծնողներն էլ տեսնեն, համայնքի մարդիկ տեսնեն, հարևաններ, բարեկամներն էլ տեսնեն ու ես ավելի վատ իրավիճակում հայտնվեմ, քան հիմա եմ, հա։ Ամենակարևոր առանձնահատկությունը կիբերբուլինգի պարագայում սա է։ Մյուսը այս չաթերի, մեսենջերների հնարավորություններն են, որոնք թույլ են տալիս ինչ-որ փակ խմբեր ձևավորել, փակ խմբերում խոսակցություններ զարգացնել, վիզուալ նյութերով նաև միմյանց փորձել ճնշել, հա։ Հիմա օրինակ դպրոցներում շատ է խոսվում արհեստական բանականության մասին, մանկավարժները մի կողմից բողոքում են, որ երեխաները տնային առաջադրանքները արհեստական բանականության միջոցով են անում, ծնողները ուրախ են, որովհետև շատ ավելի հեշտ են երեխաները առաջադրանքը անում, իրենցից ինչ-որ բաներ չեն հարցնում, հա։ Բայց զուգահեռ այս գործիքը նաև օգտագործվում է կիբերբուլինգի եւ ոչ միայն կիբերբուլինգի ավելի ծանր հատկանիշներ ունեցող գործողությունների համար, որովհետեւ գիտենք, որ ինքը թույլ է տալիս վերարտադրել ձայնը, վերարտադրել պատկերը, հա, խմբագրել ամբողջությամբ։ Իսկ այդ վտանգը ում կողմից է գալիս, այսինքն աղբյուրները կամ թե չէ բուլերները, ովքեր են այս պարագայում։ Շատ հաճախ կան մարդիկ, որոնք օրինակ ֆինանսական շահ են հետապնդում, հա, փորձում են ինչ-որ բաներ խմբագրել, երեխաներին վախեցնել, իհարկե սա մենակ կիբերբուլինգ չէ, բնականաբար, այստեղ հանցագործության այլ տարրեր էլ կան ավելի հատկանշական, բայց փորձում են ինչ-որ ձևով վախեցնել, ճնշել, հա, ցավ պատճառել, ծաղրել, նվաստացնել ու հետո երբ որ հոգեբանորեն մարդը երեխան ի վիճակի չէ հակադարձելու, արձագանքելու կամ ինչ-որ գործողություն անելու, սկսում է տրվել ցուցումներին։ Մենք բոլորովին վերջերս առիթից օգտվելով ասեմ, որ ավելի պատկերացում ընդլայնված լինի, մեկնարկեցինք UNICEF-ի հետ համատեղ մեկնարկեցինք կիբերչատ հարթակի գործունեությունը, որտեղ որ մենք բազմաթիվ դեպքերի դասակարգում ունենք, որ
երեխան կամ մեծահասակը կարող է մտնել, այնտեղ գրված է կոտրել են օգտահաշիվս եւ շանտաժի են ենթարկում, կիբերբուլինգի են ենթարկում, սեռական հետապնդման են ենթարկում, հա, դեպքերի լիքը դասակարգումներ ունենք, որտեղ որ կլիկ անելուց կարող են տեսնել 3 տեսակի տեղեկատվություն, իրավական ինչ գործողություններ է հնարավոր անել, հոգեբանական առումով ինչպես կարելի է նույնականացնել, որ կա խնդիր եւ ինչ գործողություններ կան, որոնք կարող են օգնել հաղթահարել մասնակիորեն այդ խնդիրը, եւ տեխնիկական, հա, կիբեր ինչ լուծումներ ենք մենք առաջարկում, որովհետեւ իհարկե սա ոչ բոլոր դեպքերին է առնչվում, որոնք որ կարող են օգտակար լինել այդ խնդրի լուծման համար եւ զուգահեռ առաջարկում ենք նաեւ մասնագիտական անհատական խորհրդատվություն, որ կարող են կիբերչատ է կոչվում chat.cyberhub.am 24/7 հեռախոսակից կա, մեր մասնագետները այդ 3 ուղղություններով խորհրդատվություններ են տալիս եւ քիչ-քիչ գալիս է սրան, որ մենք արդեն ունենք որոշակի վիճակագրություն, դեպքերի առանձնահատկությունը, օրինակ բոլորովին վերջերս մենք ստացանք զգայուն սեռական հետապնդման հետ կապված դիմում, իհարկե մանրամասներ չեմ կարող ասել, շատ տվյալներ նաև ինձ էլ հասանելի չէ, մասնագետներն են աշխատում, բայց պարզվեց, որ սոցիալական ցանցերից մեկում երեխայի նկարներն են տեղադրվում, որը որ ուղեկցվում է շատ վատ խառն, հա, ուղեկցող բովանդակությամբ ու դա պարբերական բնույթ է կրում ու մենք համագործակցում ենք նաև ներքին գործերի նախարարության հետ ինչ-ինչ հարցերով փորձում ենք այն իհարկե էլի անանոմության սկզբունքը պահելով փորձում ենք հասնել որոշակի լուծումների, որովհետև բաներ կան, որ մեր դաշտում չեն եւ մեր հնարավորություններից դուրս են։ Եթե վերադառնանք էլի կիբերբուլինգի առանձնահատկություններին, խնդիրներից մյուսը թվային հետքն է, այսինքն մնայունությունը։ Google-ը, եթե դու պաշտոնապես դիմում ես, քո մասին տեղեկատվությունը կարող է հեռացնել համացանցային, ոչ թե հեռացնել, այսինքն Google-ով որ մի բան որոնեն, ինքը որպես արդյունք դա բացառի ու չբերի։ Կարելի է դիմել Facebook-ին, կարելի է դիմել Instagram-ին, հա, տեխնիկական աջակցության ու բոլորը ունեն այդ պրոտոկոլները, հա, դրույթները համայնքի կառավարման, որոնցով որ պարտավորվում են շարժվել ու եթե իրենք հարցում ու տեղեկատվություն են ստանում նման խնդիրների վերաբերյալ, իրենք անպայման դրա հետքերով պիտի գնան։ Կարևոր մեխանիզմի մասին խոսեց Ալեքսը, դրանք օժանդակող են, նույն global to local-ը, որ ասացինք, կրկին օժանդակող են, բայց ես շատ կուզենայի մենք խոսենք նաև այդ պետական մեխանիզմների բացակայության մասին, տեսեք, մեկը ասացի, որ տեսախցիկները կան, բայց նպատակային չեն գործում, ամեն դեպս սահմանափակումը շատ թերի է, քաղաքականությունները մշակվում են, բայց քանի տարի է, կարծեմ, եթե չեմ սխալվում, ուղղակի եթե սխալվում, 22-ից, այդ օրինագիծը կարծեմ 22-ից կա, չէ՞։ 23 թվականից սկսվել։ Ահա, բայց երեխաների սերունդ է փոխում, լավ, ինչքան սպասենք։ Առնվազն դուք Սուրեն, դուք Ալեքս, մենք բոլորս կհիշենք մեզ մի դրվագ, մենք կամ մեր շրջապատում, որ ենթարկվել ենք բուլինգի։ Դուք ասում եք, այդ հասունությունը ես հիշեցի, մենք առաջի դասում ունեինք հայլուն մի սովորող երեխա, որը այդ բուլինգի արդյունքում ընդ որում ուսուցչի հետ կապված։ Երկրորդ դասան, երրորդից ընդհանրապես մայրն էլ ուսուցիչ էր մեր նույն դպրոցում։ Ուղղակի երեխայի հետ գնացին դպրոցից։ Դա ընդհանրապես խոսքը գնում էր մեր տարիներին 6-7-8 տարեկան երեխայի մասին, եւ ծնողը ինքն էլ էր մենակ մնացել այդ խնդրի հետ։ Տեսեք, կանցել է համարյա 30 տարի, մի քիչ ավել, բայց իմ մոտ էլ է տպավորված, հա, ես տպավորված եւ ունենք նման տիպ օրինակներ։ Հիշում եմ եւ ազդված եմ շատ ակտիվ քննարկվում է հեռախոսի լինել չլինելու հարցը դպրոցներում եւ այդտեղ կան իհարկե շատ բուրըն քննարկումներ ծնողների կողմից, ուսուցիչների կողմից, որ չգիտեն ինչպես է դա արվելու եւ ինձ մոտ մի հարց է առաջանում։ Մենք փաստացի կրկին էլի խնդիրը խորքային բարձրացնելու եւ հասկանալու բուլինգի մասով ինչպես լուծենք, մենք կարծես թե այստեղ արդեն նյութական մի հարց ենք բարձրացնում, հեռախոսը լինի, թե չլինի։ Իմ հարցը հետեւյալն է, արդյոք հեռախոսն է այստեղ խնդիր, թե կրկին գրագիտության հարցը, ինչպես օգտվել այս գործիքից։ Մենք գործիքից չենք կարողանում ճիշտ օգտվել, թե գործիքն է խնդիր։ Ես թվում է մեր դժբախտությունը ամենամեծ դժբախտությունը է համակարգերում այն է, որ ցանկացած նորարարություն տեսնելուց
տեսնելիս մենք ուզում ենք միանգամից վերցնենք, մենք էլ լինենք առաջադեմ եւ այլն, բայց առանց խորանալով շերտերի, մեթոդների, մեթոդաբանությունների մեջ ինչպես օգտագործել։ Մի փոքր էլի շեղվելով, օրինակ, այդ արհեստական բանականությունը շատ բողոքում եմ, բայց շատ տեղերում դա օգտագործում են որպես գործիք, որպեսզի երեխան իր ստացած տեղեկատվությունը կարողանա հետազոտել, գնալ աղբյուրներով ստուգել, համեմատել, խմբագրել, հա, այսինքն այնպես չէ, որ ինքը բթացման է տանում։ Նույնը հեռախոսների պարագայում։ Իհարկե, կիբերբուլինգի կոնտեքստում էկրանից էկրան հաղորդակցությունը ինչ որ չափով նվազեցնում է ապրոմակցումը եւ կարեկցանքը հուզական, հա, այդ առումով ու կարող է ավելի վառարտահայտված լինել, բայց օրինակ դպրոցներում հեռախոսները արգելելը ինչքանով կլուծի այդ խնդիրը, որովհետև միևնույն է կիբերբուլինգի պարագայում դա դպրոցից հետո էլ է շարունակվելու եւ շաբաթ-կիրակի օրերին էլ է լինելու, երբ որ հա երեխաները դպրոցում չեն ու այդ սահմանների հարցը շատ ընդլայնված է, այսինքն ստեղ մեր առաջին կարիքը այն է, որ գործիքից, ինչպես նշեցիք, ճիշտ օգտվելը, այդ էթիկան ունենալը, հա, կանոնները պահպանելը շատ կարևոր լինեն ոչ միայն առավոտյան 9-ից կամ Երևանի պարագայում 8-15-ից մինչև, չգիտեմ, կեսօր, այլ դրանք լինեն արժեքների կրթության հարց, որոնք որ մեր մանկավարժները փոխանցում են երեխեքին, որովհետև իրանց խնդիրը մենակ դպրոցում երեխեքին պահելը չէ ինչ որ ժամանակ, հա, ու դա իրականում նաև պատասխանատվության հարց է, բայց մյուս կողմից ես օրինակները, որ դիտարկում ենք դեպքերի, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, թե ինչպես են QR կոդերը տանում կոտրված վեբկայքեր, հա, մեզ շատ հայտնի երկրների կողմից, ինչպես կարող են տեսախցիկի ձայնագրությունները հայտնվել ոչ նպաստավոր մարդկանց ձեռքին ու էլի տարածվել նաև կիբերբուլինգի կամ շանտաժի նպատակներով, հա։ Պետությունը շատ հաճախ առաջ է գնում, փորձում է նորարարություններ ինտեգրել, օգտագործել այդ բոլոր հնարավորությունները որպես լուծում, բայց շատ հաճախ այդ գործընթացը այնքան ոչ մասնագիտական ու անպատրաստի ու շատ արագ է արվում, որ ինքը կարող է էլ ավելի մեծ խնդիրների աղբյուր դառնալ։ Ակամայից հիշեցի տարիներ առաջ են կհիշեք կառավարությունը որոշում անցկացրեց աղի օգտագործման հետ կապված։ Մասնատված որոշում էր, հանրային առողջապահության հետ կապված լուրջ որոշում էր, բայց դա մասնակցային չէր եղել։ Եվ շատ ուղղակի այդ որոշումը ուղղակի հրամցվեց այսպես ասած, որ պետք է լինի, բայց թե ինչի է պետք, ինչեր կիսատ։ Ես օրինակ փորձ ուսումնասիրեցի, բարձվեց երկրների մեծ մասը, որտեղ նման օրենք կամ կառավարությունների որոշումներ կան, շաքարավազն կողքից է գալիս, որտեվ այնքան որքանով աղն է եւ դրա գերազանցությունը վնաս, նույնքանով շաքարավազը չէ։ Հիմա այստեղ էլ ունենք ոչ արմատական, այսպես ասենք, խորքային ուսումնասիրություն, հարց, արդյոք մասնակցային այս որոշումը լսել են երեխաներին, լսել են ուսուցիչներին, լսել են ծնողներին։ Նպատակը, հեռախոսը ինչի համար է, բացի այն նշված խնդրից, որ օգտագործվում, կան շատ տարբեր խոցելի խմբերից երեխաներ։ Այդ իրենց համար կարող է շատ կենսական այդ հաղորդակցության միջոցը ունենալը պահել իրենց մոտ։ Կարող են ոչ խոցելի խմբերից, ուղղակի կա։ Այստեղ ուղղակի ոչ մասնակցային որոշումներ են, էլի հերթական որոշումներից մեկն են, եւ շատ կարեւոր բան Ալեքսը նշեց, մեզ պետքա գործընթացի էլի ղեկավարում, ոնց որ այդ նույն տղային կառավարենք, օտարենք, որը ես օրինակը բերեցի, չէ, ասենք գնա վերջում նստի ձայն չհանես ու ուսուցչի խնդիրը ոչ թե կրթության մեջ պահելն է, որ իր դասապրոցեսը չխանգարի։ Ինչ որ տպավորություն է, որ այստեղ է, որ դասապրոցեսը չխանգարվի, բայց կներեք այդ տանը ինչ է երեխան զբաղվում։ Մենք խոսում ենք հանրային կառավարման բարեփոխումների, չէ, մասին, ապակենտրոնացման մասին, որտեղ օրինակ նույն դպրոցների մի ֆունկցիաներից մեկը պետք է լինի զբաղվածություն ապահովելը նույն երեխաներին անգամ չափածներին ու տարեցներին դասերից հետո։ Արդյոք մենք մտածում ենք դրա մասին, երեխան ինչով է զբաղված լինելու այդ նույն դպրոցից հետո, որ զբաղվածություն ունենա, որպեսզի համապատասխանաբար իր զբաղվածություն հանկարծ տպավորություն չստացվի, որ ես կամ Ալեքսը դեմ ենք, որտեղ նույն գիտեն կապույտ էկրանի ինչքան վնաս է, հոգնածություն է առաջացնում քրոնիկ տեսողության, բայց նպատակը որպես այդպեսին ուղղակի ասել այսպես պետք է լինի, այդպես չի լինում։ Այդ պահին անգամ երեխաները վարքային խնդիրներ են ունենում։ Բուլինգ երևույթը փաստացի իր հետևանքները հավանաբար ունենում է նաև ավելի ավագ տարիքում, ինձ հետաքրքիր է արդյոք ուրեմն կապ տեսնում եք դպրոցական տարիներին բուլինգի ենթարկվելու եւ հետագայում հասարակության մեջ
վարքագծային մոդելների ձևավորման մեջ, այսինքն արդյոք բուլինգի ենթարկված անհատները որպես հասարակություն, հա, ձևավորվելով շատ ավելի բարդույթներով չեն լինում, շատ ավելի դժվար են որոշումներ կայացնում եւ հետագայում նաեւ սոցիալական զարգացումներում ավելի пассив են իրենց մասնակցությամբ եւ որոշումներում փաստորեն հիմնվում են ավելի շատ լիդերների ազդեցությունից, քան թե սեփական դատողության հիման վրա։ Դա կարող են շատ пассивանալ, շատ իրենք ագրեսիվ դառնալ եւ դա գալիս է նաեւ յուրաքանչյուր անհատ երեխային ներուժից։ Ամեն մեկը իր դրսևորում է, դա էլ է, գիտեք, կարծրատիպային մոտեցում, որ բոլոր բուլինգի ենթարկված երեխաները պետքա, որ ասում ենք զոհ է, զոհը պատկերացնում են խեղճացած զոհ կա, որ այո զոհ է, որովհետև մյուս կողմը, այսպես ասենք, որսորդի կարգավիճակում է եղել, անհավասար ուժեր են եղել, բայց դրանից ինքը իր վարքագիծը փոխում է եւ ավելի ագրեսիվ է դառնում։ Երկարատև կտրվածքով, այո, մենակ մենք չենք ասելու, գրականությունն է ասում այդ երեխաների մոտ ինչ կա հոգեկան առողջության տարբեր խնդիրներից, տագնապից, հետ տրավմատիկ այդ ստրեսից եւ հետ տրավմատիկ այլ խնդիրներից մինչև կարող է հակառակ լինել։ Օրինակ դաշտում եթե նայում ենք, էլի բայց անհատի այդ ներուժն է, մենք չգիտենք ուղղակի յուրաքանչյուր երեխա ինչ այդ ներքին պոտենցիալ չէ ունի, բայց օրինակ երեխա կա կարող է ոլորտում իրավապաշտպան դառնալ, մարդիկ կան գրականություն, գեղարվեստական գրականություն են գրում, ովքեր ասենք իրենց մանկության ժամանակ ենթարկվել են նույն բուլինգի, բայց մենք չենք կարող ապավինել նրան, որ կարող է տաղանդ ունենա այս երեխան ուժն էլ այնց մեծ լինի, հայ մեծանան, այնց բան գրի բոլոր, չէ, պետք չի հիանալ, պետք է պաշտպանել, հետևանքները հա կարող են շատ վատ լինել, ընդհանուր մինչև եւ ինքնավնասման մտքերից եւ պրակտիկաներից, մինչև նաեւ ագրեսիա մյուսների նկատմամբ, որտեղ իր ուղեղում տեղավորվում է, որ ինքը հիմա էլ կարող է նույն գործիքը կիրառել։ Շնորհակալություն Ալեքս, խնդրեմ դուք էլ Ես շատ կարճ եւ կարելի է մի քանի նաեւ խորհուրդ տալ ծնողներին, գուցե ուսուցիչներին եւ ամփոփենք։ Իրական Հայաստան նման կոնկրետ վարքային անդրադարձ տեսակետից ինձ թվում է հետազոտություն անելը մի քիչ բարդ է, որովհետև մեր երկիրը բավական շատ ճգնաժամերի միջով անցնող երկիր է, հա, օրինակ չգիտեմ, պատերազմն էլ իր հետևանքն է ունենում մարդկանց հոգեբանության, ռեակցիաների, COVID-ը, հա, տարբեր ճգնաժամեր։ Բայց եթե, չգիտեմ, մտնեք Facebook, ինչ որ գրառումների տակ մեկնաբանություններ կարդաք, կհասկանաք, որ շատ բաներ, այո, ձևավորում են, անդրադառնում են հասարակական վարքագծի այդ դրսևորման վրա ու մի հատ մոդել են ստեղծում, որտեղ որ լինում են կամ աջ կողմում կամ ձախ կողմում, հա, ու այդ բևեռացումը անդադ վեճեր, կոնֆլիկտներ, հա, շատ հաճախ ես արդեն բացառում եմ մեկնաբանություններ կարդալը նաև հետաքրքրության տեսակետից եւ մասնագիտական տեսակետից, որովհետեւ դա նաև անդրադառնում է իմ հոգեկան առողջության վրա ինչ որ առումով։ Խորհուրդները հետեւյալն են, երբեք պետք չի բացառել տեխնոլոգիաների օգտագործումը, դրանք պետք է թույլատրել այն չափով, որքանով որ անհրաժեշտ են ընդհանուր հասարակությունից հետ չմնալու համար, որովհետև դնել բացառել հեռախոսը ձեռքից վերցնելը արդեն բուլինգի եւ կիբերբուլինգի առաջացման նախապայման կարող է հանդիսանալ, որովհետև բոլորը հեռախոսում են, դու չունես։ Հա, չգիտեմ, մենք Instagram-ում ինչ-որ ռիլեր ենք գցում, դու չես կարող չունես եւ այլն, հա, որովհետեւ ընդհանուր սոցիալական խմբից հետ չմնալու համար նաեւ այդ բավարար նվազագույն չափով գոնե տեխնոլոգիաները օգտագործելը կարեւոր է։ Ծնողները եթե շատ են անհանգստանում եւ մտածում են, որ ինչ-որ ռիսկեր բաներ կան, շատ ծնողական վերահսկման հավելվածներ կան եւ համակարգիչների համար եւ սմարթֆոնների համար, հա, ու ինձ թվում է բոլորը մեզանից շատ լավ եւ Google անել կարող են եւ ChatGPT-ն ամենահայտնի, հա, ինչ որ հարցեր տալ կարող են, ուղղակի թող գրեն ծնողական վերահսկման ծրագրեր երեխայի հեռախոսի համար, iPhone-ի համար, Android-ի համար, Samsung-ի համար, քայլ առ քայլ կբացատրի, հա։ Սա նաև հուշում է, թե ինչպես տեխնոլոգիաները օգտագործել կրթական նպատակներով։ Շնորհակալություն շատ, հարգելի գործընկերներ, մենք այսպիսով ավարտենք այս մեր քննարկումը։ Շնորհակալություն, մինչ հանդիպում։